Ազգային ժողովի արգաժան փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանը ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հարկային միջավայրի վերանայումն է։ Ինչպես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների ու գործառնությունների գերակշիռ մասը ազատված է ավելացված արժեքի հարկից։ Այս քաղաքականությունը, որը ընդունված է նաև միջազգային պրակտիկայում, հիմնավորվում է այն հանգամանքով, որ բանկերի կողմից կատարվող առանձին գործարքների և գործառնությունների մակարդակում նոր ստեղծվող արժեքի, այն է ավելացված արժեքի մասնաբաժնի որոշումը, հետևաբար նաև ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշումը, գործնականում շատ բարդ է, երբեմն գուցե անհնար։ Հետևաբար դրա նկատմամբ ավելացված արժեքի հարկ հաշվարկելը, կիրառելը աշխարհում տարածում չունի։ Այդ պատճառով միջազգային պրակտիկայում ընդունված է, երբ ավելացված արժեքի հարկից ազատված բանկային ոլորտի համար ավելացված արժեքի հարկի փոխարեն սահմանվում են այլ հարկեր կամ բարձրացվում են գործող ստանդարտ հարկերի դրույքաչափերը։ Մասնավորապես, որոշ երկրներում կիրառում են լրացուցիչ հարկեր, այսպես կոչված ֆինանսական գործունեության հարկ կամ ֆինանսական գործառնությունների հարկ։ Որոշ երկրներում պարզապես բարձրացնում են շահութարկի ստանդարտ դրույքաչափերը, այսինքն տնտեսության մնացյալ հատվածի համար կիրառվում է ստանդարտ դրույքաչափ, բանկային ոլորտի համար առանձնահատուկ ավելի բարձր դրույքաչափ։ Որոշ երկրներ ավելի ոչ ստանդարտ լուծումներ են կիրառում, սահմանելով այսպես կոչված գերշահույթի հարկ, այսինքն ինչ-որ կանոնով, ինչ-որ մեթոդաբանությամբ որոշում են նորմալ շահույթի, նորմալ շահութաբերության մակարդակը և գերազանցող մասը հարկում են լրացուցիչ հարկով։ Բնականաբար այս բոլոր տարբերակներն ունեն իրենց դրական ու բացասական կողմերը, կիրառության հնարավորություններն ու սահմանափակումները։ Եվ այս տարբերակների ընտրությունը յուրաքանչյուր երկիր կատարում է իր առջև դրված նպատակից։ Մեզ համար հիմնական նպատակ է եղել այն, որ համարժեք հարկում ապահովելով հանդերձ չունենանք այնպիսի վիճակ, որ ճնշումներ գործադրվեն բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գների վրա, այսինքն որպեսզի լուծումը որևէ դեպքում չհանգեցնի մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար բանկային ծառայությունների գների ավելացման։ Հատկանշական է նաև այն, որ բանկերը վերջին տարիներին արձանագրում են շահութաբերության և շահույթի բարձր մակարդակ։ Այս առումով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը ստանդարտ 5%-ի փոխարեն սահմանելով 15%։ Միաժամանակ հիշում եք, որ մենք տնտեսության հիմնական հատվածի համար ունենք կանոն, ըստ որի եթե վճարված շահաբաժինը այդ շահաբաժնից պահված հարկի չափով վերաներդրվում է տվյալ կազմակերպության կանոնադրական կապիտալում, ապա շահաբաժնից պահված հարկը հետ է վերադարձվում։ Այս կանոնը առաջարկվում է դադարեցնել բանկերի համար, որովհետև հակառակ դեպքում այս միջամտությունը ինքնանպատակ կլիներ, այսինքն դրույքաչափը կբարձրացվեր, ավելի շատ հարկ կվճարվեր շահաբաժնից, բայց այդ նույն հարկը հետ կվերադարձվեր։ Միաժամանակ այս ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի համար նույն տրամաբանությամբ լուծումները առաջարկվում են ոչ թե շահութահարկի գործիքով, այլ պետական տուրքի գործիքով, այսինքն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի համար կսահմանվի պետական տուրք բաշխող շահաբաժինների նկատմամբ, իսկ արդեն 2027 թվականի հունվարի 1-ից անժամկետ այդ նույն տրամաբանությամբ կվերանայվի շահաբաժնից պահվող շահութահարկի դրույքաչափը։ Միևնույն ժամանակ խրախուսելու համար բանկերի թողարկած բաժնետոմսերի ցուցակումը և ազատ առևտուրը միջազգայինորեն հայտնի և համբավ ունեցող ֆոնդային բորսաներում, ինչը կարևոր է բանկերի բաժնետիրացումը նոր, ավելի բարձր մակարդակի տեղափոխելու տեսանկյունից, հնարավորություն է տրվում բանկերի կողմից բաշխող շահաբաժնի հարկման դրույքաչափը պահպանել 5%-ի չափով կամ չկիրառել պետական տուրք, եթե բանկի բաժնետոմսերը ցուցակված են կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունները մի կողմից կապահովեն բանկային ոլորտի արդյունավետ հարկում և պետական բյուջեի
լրացուցիչ հարկային եկամուտներ, մյուս կողմից կխթանեն, որպեսզի գործող առևտրային բանկերը ցուցակվեն կառավարության սահմանած ֆոնդային բորսաներում, դրանով իսկ բանկային ոլորտում ներդրումների կատարումը դարձնելով ավելի մասնակցային, իսկ բանկային համակարգն ինքնին ավելի հաշվետվողական։ Շնորհակալություն։